Ողջույն ընկերներ, այսօր որոշեցի այս ֆորմատով շփվել ձեզ հետ, ուրեմն այսօր երեկոյան հյուրեր ենք ունենալու ու գնացի խանութ առևտուր արեցի, ճիշտ ասած չգիտեմ, դեռ չեմ որոշել ինչեր պետք է սարքենք, բայց եկեք միասին այսպես ասած unboxing անենք ու ընթացքում արդեն կհասկանանք ինչեր պետք է սարքեմ։ Մի րոպե բեկին դուռը թակում է։ Դուռը փակել էի, բեկին միջանցքում էր մնացել։ Հայ դեպ, ես ձեզ ողջունում եմ իմ խոհանոցից, Երևանի, մի քիչ թերություններ ունի դեռ խոհանոցը, մի քիչ դեռ վերանորոգման ընթացքի մեջ են, բայց դա մեզ չի խանգարում։ Ուրեմն արել եմ լիքը բանջարեղեն, այստեղ կան կանաչիներ, համեմ հիմնականում, համեմ շատ եմ սիրում, մառոլ, վարյուն, կաղամբ եմ արել, բայց կաղամբը մեր մեջ ասած մաման պետքա թթու դնի, այսինքն կաղամբը ֆերմենտացնում ենք, շատ չենք թողնում թթվի, քացապ, էսենցիա, նման բաներ չենք լցնում և դա առողջ սնունդ է համարվում, շատ օգտակար է, կարող եք բոլորդ օգտագործել, կարտոֆիլ եմ վերցրել, հուսով եմ մեր հարևանների վերանորոգման ձայները չի լսվում, պամիդոր, էլի կանաչիներ, բոլոր, սա ստեղ կողքի տնեմ, թե պատկերացրեք արդեն խոհանոցը ինչ վիճակի ալինելու, թե ոչ նիշ, կաթ եմ արել, բոլոր, այստեղ կոլան ենք, ճիշտ մենք ընտանիքով փորձում ենք առողջ սնվել, բայց երբեմն կոլա ենք օգտագործում զրոն, որովհետև շաքար չի պարունակում, շաքարի փոխարինիչ է, երբեմն շատ ասում են, որ դա էլ է վտանգավոր, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, երբ որ ճիշտ չափով օգտագործում ենք, բնավ վտանգավոր չի, քան սպիտակ շաքարը իհարկե, սպիտակ, հաց, սա չորացնել եմ, դրա համար սպիտակ բագետ եմ վերցրել և հատնակաչ, ունենք թել պանիրներ, դես այս թունա ուղղակի ապսե կպատրաստեմ պանիրների ու մսի, զեյթուն, իդեպ վերջերս զեյթունը կիլոգրամով եմ շատ արվում, որովհետև տուփով, բանկաներով զեյթուններից շատ հիասթափվել եմ, հիմա կասեք բա ուր ա քո այն համով զեյթունները, որ վաճառում ես, ցավոք սրտի այս տարի շատ քիչ ունեինք ու այդպես վաճառվել, վերջացել եմ։ Պանիր եմ արել, լորի ու հալվող տեսակն է, որովհետև մտածում եմ ինչ-որ մի բան ջեռոցում կսարքեմ։ Այստեղ շատ մակարոնեղեն ենք արել, ճիշտ ասած, տենց ամիսը մի անգամ կամ երկու ամիսը մի անգամ այդպես մեծ քանակով արվում ենք ու տանը թողնում մոռանում ենք դրա մասին, շատ չենք էլ օգտագործում մակարոնեղեն, բայց երբեմն պետք է լինում։ Հավա ես հարսիս պետք է տայի, որ փորձարկի, մարակույա բերիա, այս վերջեր շատ մոդա է սա, սուբլիմացված մրգեր են, վրան շոկոլադ, սա պետք է սուրճի աթել կերած լինենք, բայց չենք արել, հստեղ ընդեղեն է մի փոքր, երկու լես, որը մեր ամենօրյա ռացիոնի մեջ կա, միշտ առավոտները ոչ շատ քանակի իհարկե, բանան, էլի ինչ-որ մակարոնի տեսակ է, հիմա տեսնենք, այստեղը ինչ ունենք, ուրեմն պատերջան եմ վերցրել, այստեղ շուկայից որ վերցնում եմ, էժան վաճառեցին, որովհետև քյավառցի ծանոթ մարդիկ են, ու այդպես էժան վաճառեցին, ինձ թվում է մի հատ պատերջանով աղցան կանենք, հիմա չգրեք ասեք պատերջան չի սմբուկա, չէ պատերջանը, որովհետև մենք մեր խոսքի մեջ արդեն պատերջան ենք ասում, հաստատ լոլիկ չենք ասում տանը, պամիդոր ենք ասում, դրա համար ես առօրյա խոսվածքով եմ խոսում։ Ու արել եմ լազանյա, ինձ թվում է այսօր լազանյա եմ կսարքեմ, շատ սիրում ենք լազանյա ու շուտ բանին չեմ սարքել, սմետան ունենք, արել եմ sweet chili sauce, ինձ թվում է ես մի օր շատ երկար հոլովակ պետք է պատրաստեմ,
սոուսների մասին, համեմունքների մասին ու այս sweet chili սոուսը իմ ամենասիրելի սոուսներից մեկն է, ոչ կոնկրետ սա, որովհետև այն որ ուզում էի չկար այս խանութում, սա էլ է լավը, վատը չի, բայց սրանից ավելի լավն էլ կա։ Սա ասիական սոուս է, քաղցրաթթու, քաղցրակծու սոուս է համարվում, ավելի ճիշտ քաղցրակծու, որովհետև եւ քաղցր է եւ կծու է, ու շատ համադրելի է տարբեր աղցանների հետ։ Կրաբ եմ արել, ցողիկներ կրաբի, մեր տանը չեն սիրում կրաբ, բայց ես այսօր որոշել եմ, որ մի բան պետք է սարքեմ, գուցե հյուրերից սիրեմ, աղացած միս, ասեմ, որ Երևանից շատ հազվադեպ ենք միս գնում, այս էլ դեպքն է, որ միս ենք գրել, որովհետև միշտ գյուղից ենք, քանի որ վերջին շրջանում ավելի շատ Երևանում ենք բնակվում, միսը գյուղից առնում ենք ու բերում ենք։ Եվ հավի բտիկներ եմ վերցրել էլիտար ու այսքանով հիմա որ սենց նայում եմ երևի թե լազանյա կսարքեմ, երկու տեսակ աղցան, հավն էլ գուցե կարտոֆիլի հետ չռոստենք։ Ընթացքում ես ձեզ ցույց կտամ կադրեր, թե ինչպես եմ սարքում, գուցե ուղեկցող խոսքով նաև շփվեմ ձեզ հետ, արդեն կտեսնեք եւ կսպասեմ ձեր հետադարձ մեկնաբանություններին, հարցերին եւ իհարկե մեծ սիրով կպատասխանեմ դրանց։ Դե ինչ, եկեք անցնենք գործին, իդեպ ես ունեմ ընդամենը 2 ժամ։ Գնացինք։ Ընկերներ, ես բանջարեղեն ամբողջությամբ լվացի, կարտոֆիլ, միսը հիմա պետք է մշակեմ, կարտոֆիլը կտրտեցի այսպես ու հիմա հավն էլ ավելացնեմ, համեմեմ ու դա պետք է գնա ջեռոց արդեն։ Դե ցանկացած գործողություն իրականացնելիս խոհանոցում առաջինը բնականաբար պետք է սկսել մսից, որովհետև միսը ավելի երկար խնամք է պահանջում ու պետք է ավելի լավ մարինացվի, որպեսզի համեղ ստացվի։ Հիմա ես սա կմաքրեմ, հետո արդեն համեմունքներով, ձիթայուղով համեմված կմնա մի քիչ, որպեսզի համերը ավելի ընդգրկուն լինեն։ Երկու մասի բաժանեմ։ Իդեպ կրծքամսի եւ հավի ընդհանուր թռչնամսի հետ կապված ուզում եմ ասեմ, որ խոհանոցում այն համարվում է ամենավտանգավոր մսեղենը կամ մթերք այսպես ասած, որովհետև շատ հեշտ կարող է վիրուսով լինել եւ վարակել, ուստի կարող է ախտահարել նաև այդ մթերքներին, ուստի պետք է կրծքամսի, հավի, թռչնամսի հետ շատ ուշադիր լինել, ուշադիր աշխատել եւ այն տախտակ, դանակ, օրինակ ամանները, որ շփվում են հավի հետ, այլևս գործածելի չեն, որովհետեւ նրանք պետք է մի հատ շատ լավ լվանալ ու նոր սկսել գործածելը։ Այլապես, եթե հավը խնդիր ունենա, կարող է ախտահարել այդ մթերքներին ու դուք դա չեք կարող իմանալ վստահաբար, ինքը կարող է շատ առողջ տեսք ունենալ, բայց խնդիր ունենա։ Եվ արդեն խոհարական տերմինով ասած տեղի կունենա խաչաձև ախտահարում, ինչը շատ վնասակար է եւ սալմոնելլա եւ այլ վարակակիր մանրէների աղբյուր կարող է հանդիսանալ։ Իդեպ որտեղ խոհարար չի աշխատում, ինձ թվում է սողոս դանակից այն կողմ ոչ մի դանակ գոյություն չունի, ասում եմ ոնց կարող են մեծ դանակով աշխատել, բայց երբ որ սովորեցի խոհարարություն, արդեն սողոս դանակով չեմ կարողանում աշխատել ու մի ուրիշ հաճույք է մեծ դանակով աշխատելը։ Այնպես որ ձեզ էլ խորհուրդ կտամ, դուք էլ փորձեք։ Նաև համեմելու մասին ասեմ, ուրեմն ամբողջը պետք է համեմեմ բնականաբար աղով, այստեղ ունեմ սև պերեց, շատ չեմ ուզում, որովհետև կծու է, կարմիրը այնքան շատ լցրել եմ, չի դուրս գալիս, բեկին սկսեց էլի հաչալ, կարմիր, սան հետո ես կտեղավորեմ, և շատ եմ սիրում խմելի սունելի, կրծքամսի, հավի և այդին հետ, և նաև ավելացնեմ մի քիչ ավոկադոյի ձեթ, ընդհանրապես ձիթապտղի ձեթ ենք օգտագործում
Հիմա տաքացման ձեթը չունեմ մոտս, դրա համար մի քիչ ավոկադոյի ձեթ լցնենք, շատ օգտակար առողջարար ձեթ է համարվում ավոկադոն, խառնեմ, պատրաստեմ ու շարունակենք։ Ինչ ապատահ է, տաշկեսը կունետես, ու ընկերներ ինչպես ասեցի լազանյա եմ պատրաստելու հաջորդը ու այստեղ ջուրը երում է, այս լիստերը լազանյա ինքը պետքա հիմա կարճ, այսպես երման ջուրը գցեմ հանեմ, 2-3 րոպե շատ չէ, այստեղ միսն է աղացած, պատրաստվում, շատ համեմունքներ չեմ խառնել, տապակվում է, ավելացրել եմ աղ պղպեղներ և կանաչի համեմ։ Լազանյայի շերտերը կերան ու ընդամենը 3 պարզ բաղադրիչով կաթ, կարագ, շատ լավ կարագ և ալյուր։ Սարքեմ բեշամել սոուսը, նաև համեմունքներ կավելացնեմ, աղ, պղպեղ և մի փոքր մշկընկույզ, պետքա գտնեմ դեռ մշկընկույզը, սա կդառնա սոուսը, ինչպես նաև մեզ պետք կգա պանիր, որը քերեմ ու պատրաստեմ։ Եվ արդեն ջեռոցի պատրաստ վիճակը ձեզ ցույց կտամ։ Ընկերներ, սոուսի համար ես հիմա կարագն եմ հալում, մարմատ կրակով, հետո ավելացնելու եմ մի 2-3 ճաշի կթալ ալյուր, և երբ որ միասեռ զանգված ստանամ, արդեն քիչ-քիչ ավելացնելու եմ կաթը ու անընդհատ խառնելով ոչ շատ նոսր, ոչ շատ թանձր զանգված ստանամ, որը կլինի սոուսը, լազանյայի արաքները լցնելու համար։ Սա էլ մշկընկույզն է հայերեն, ռուսերեն մուսկատնի արեխը, ինքը շատ սպեցիֆիկ համ ունի ու հիմնականում տարբեր սոուսներում շատ են օգտագործում։ Ինքը սիրում եմ օգտագործել և բեշամելի մեջ, և հոլանդեսի մեջ, տարբեր սոուսների մեջ շատ սիրում եմ օգտագործել։ Իհարկե կա դասական բաղադրատոմսը բոլոր սոուսների և կա արդեն ըստ խոհարարների ցանկությամբ ինչ-որ հավելումներով։ Ես սա շատ եմ սիրում։ Ընկերներ, սոուսն արդեն պատրաստ է, իդեպ լիստերը ես մի մասը խաշեցի, խաշածել այսպիսի տեսքի է, չեն կպնում իրարից, հանգիստ կարող եք խաշել և ունեմ ոչ խաշած վիճակով, պարտադիր տուփի վրա կարդացեք, որովհետև տուփեր կան գրված են անպայման խաշել, կա որ չի խաշվում, իմ ընտրածը մոտ 2-3 րոպե էր թույլ տալիս խաշելու, բայց ինձ թվաց, որ առանց խաշելու ավելի լավ կստացվի, դրա համար մի մասը խաշեցի, մեկը չէ։ Հիմա առաջին գործողությամբ թավայի տակ մի փոքր սոուս ենք լցնում, մի փոքր չէ, հովեցով տեղը են լցնում ենք, տարածում և արդեն բնականաբար հասկացաք, ինքը շերտերով պետք է հավաքվի, առաջին շերտը խմոր կգնա, այսպես գեղեցիկ, իրար հետևից հաջորդականությամբ պետք է խմորները շարվի, 5 հատ տեղավորվեց, ինձ թվում է բավական է, հետո նորից սոուս մի փոքր, շատ չէ, կարող եք նույնիսկ չտարածել այսպես կաթիլ, կամ վրձնով կարող եք քսել, ինչպես որ կուզենաք, հիմա արդեն միս պետք է լցնենք, մսի վրայից պանիր, պանիրը որ հարվող է լինում, շատ լավն է լինում, և արդեն հետո նորից խմորը, քանի շերտ որ տեղավորվում է, ըստ ամանի բարձրության, կամ ըստ ձեր ցանկության կարող եք տեղավորել, ինչքան լավ արագ լինի մթերքները, այնքան բնականաբար ավելի համեղ կլինի, չափսոսանք պանիրը, մի լավ լցնենք,
Մարդիկ կան, որ պանիրը թողում են ամենավերջում, ամենավերջի շերտի վրա, որպեսզի գեղեցիկ կարողի։ Բայց արանքներում շատ ավելի համեղ է լինում։ Ես հիմա սալեցոն եմ ավարտել, տեսքը ձեզ ցույց կտամ։ Թե ինչ ընկերներ լազանյան ամբողջությամբ շերտերով դասավորել եմ, վերջում էլի խմորը և սոուսը, ջեռոց պետք է դնեմ, բայց ես պանիրը մի քիչ ուշ կլցնեմ վրան ավելի, մոտ 10 րոպե կմնա ջեռոցում, հետո կհանեմ պանիր կլցնեմ, ևս մի քանի րոպե կմնա և կվայելենք մեր համեղագույն լազանյան։ Ընթացքում որոշեցի մեկ պարզ աղցան էլ պատրաստել, ուրեմն կրապը, եգիպտացորեն, զեյթուն, կորիզը հանած կկտրտենք, թթվասեր, մի քիչ ձեթով կբացեմ, համեմ և փոքր կաղամ։ Ամբողջ իրար խառնենք, ավելացնենք թթվասեր, մի քիչ ձեթ, աղ պղպեղ, կդառնա շատ հրաշալի աղցան։ Դե ինչ ընկերներ, կրապով աղցանը արդեն պատրաստ է, հիմա սնգուկը պատերջանը օսլայի մեջ թաթախած, արդեն տապակվում է, շատ համեղ է լինելու և այս սմբուկի դրեսինգ, այսպես ասած, համեղությունը ապահովելու է սոուսը։ Սոուսի մեջ օգտագործել եմ մի փոքր կարմիր սող, սոյայի սոուս, իմ նշած sweet chili սոուսը, մի փոքր ֆրանսիական գարչիցա, մանանեխ, հայերեն, խոշոր հատիկներով, որովհետև ավելի համեղ է, քացախ մի փոքր ու ձեթ։ Իհարկե այս սոուսը կարելի է ավելի հարստացնել, բայց այսպես մինիմալ տանը ինչ կար իրարով խառնելու, որ աղցանը վերջնական տեսքի բերեմ, օգտագործել եմ վարունգ, պոմիդոր, համեմ, արդեն վերջնական տեսքը կտեսնեք։ Դե ինչ, երևի ինձ մնում է սա էլ ավարտեմ, հավը և կարտոֆիլը պատրաստ է, լազանյան ջեռոցում է ու արդեն սեղան կդնենք։ Վերջում պիտի երևար, հա։ Հիմա հա պրոստը Իսկ ջուրերը չեն երևալու, դեգուստատորները։ Անկամ